Բարև ձեզ, եկեք հիմա ծանոթանանք Procreate ծրագրին։ Procreate ծրագիրը կազմված է հետևյալ բաժիններից. Select, որով կարող ենք ընտրել արդեն մեր արած գործերը, Import, որտեղից կարող ենք մենք ներբեռնել, եւ Photo, որը կարող ենք ևս ներբեռնել եւ աշխատել կամ նայելով նկարելով, կամ վրայից նկարելով։ Հիմա տեսնենք, թե ինչ հնարավորություններ այստեղ կան։ Այստեղից մենք կարող ենք ընտրել այն թուղթը, որի վրա ցանկանում ենք նկարել։ Ես ընտրեցի A4 տարբերակը։ Տեսնենք ինչ հնարավորություններ է տալիս Procreate ծրագիրը, երբ որ մենք արդեն բացել ենք թուղթը։ Վերևի հատվածում կան հրահանգների պանել, որտեղից որ մենք կարող ենք օգտվել։ Տեսեք, այս ներքևի հատվածում ձախ կողմում վահանակի, որի միջոցով մենք կարող ենք չափեր փոխել եւ նաեւ տեղափոխել, դա ես հետագա վիդեոներում արդեն ցույց կտամ ինչպես կարող ենք տեղափոխել աջ կողմ, վերադասավորել գործիքները։ Այստեղ gallery-ն է, որտեղ մեր արած աշխատանքներն են պահպանվում, այսինքն ինչ որ մենք նկարում ենք, դեպքից հա թողած կամ ավարտած, պահպանվում է gallery բաժնում։ Այստեղ կտեսնեք այն աշխատանքները, որը որ վերջերս ես արել եմ։ Պլյուսիկի վրա նշելով, ընտրելով կարողանում ենք ընտրել թուղթը եւ շարունակել։ Իմ բացված թուղթը այստեղ պահպանվել էր։ Settings-ների մեջ ծանոթանանք արդեն մանրամասն, մյուս թուղթերին նույնպես։ Բոլորը ակտիվացնելու համար մատիտով ուղղակի պետք է կլիկ անել վրան եւ տեսնել թե ինչ կա դրա տակ։ Հերթով բոլորի վրայով կանցնենք եւ ձեզ կծանոթացնեմ ամեն մեկը ինչի համար է նախատեսված եւ ինչպես ենք օգտվում եւ ինչ ֆունկցիաներ ունեն։ Այժմ սկսենք նկարել։ Ցույց տանք թե ինչ ենք կարողանում անել Procreate ծրագրով։ Մտնում ենք brush-երի բաժին, ընտրում ենք այս ձախ հատվածում այն խմբերն են brush-երի, որոնք որ ներկայացված են այստեղ, իրենք ունեն իրենց տարբեր տեսակները, թե մատիտներ, թե վրձիններ, թե այլ ինչ-որ տարատեսակ brush-եր, հարյուրավոր տեսակներ կան։ Մենք ընտրում ենք օրինակ մատիտը, կարող ենք ընտրել սովորական մատիտ կամ ընտրել փափուկ գրող մատիտ։ Սրանք ուղղակի վրձիններ եւ տարբեր արդեն կտեսնեք ինքներդ որ բացեք կտեսնեք թե ինչ տարատեսակ հնարավորություններ կան, ինչեր կարող ենք նկարել կամ ինչեր կարող ենք ստանալ։ Բավական շատ են brush-երը, հերթով տարբեր արդեն որ ընտրեք որտեղ եք ուզում նկարել, ինչ եք ուզում նկարել, ինքներդ էլ կհասկանաք, թե որ brush-երն են առավել շատ ձեզ անհրաժեշտ եւ որն եք ավելի շատ կիրառելու։ Հիմա փորձարկենք մատիտի տարբերակը։ Brush ընտրեցինք, փափուկ մատիտ 6B sketching tool-ով brush-երի այդ խմբից Սրա միջոցով կարողանում ենք բարակացնել կամ հաստացնել մատիտի չափը։ Հիմա դրեցինք հաստի վրա։ Սրա միջոցով թափանցիկություն ենք որոշում, ուզում ենք թափանցիկ, թե ուզում ենք լրիվ մուգ։ Հիմա փորձենք։ Սա թեք բռնած մատիտը փորձում եմ գիծանել, թեկության տակ ուրիշ ձև է նկարում։ Քիչ հպումով, այսինքն ավելի թույլ սեղմելով նկարում է այսպես մատիտը, փափուկ մատիտը 6B։ Սա արդեն ուղիղ պահած գծեցինք եւ ավելի թույլ, ինչքան թույլ ենք սեղմում, այդքան ավելի բացելում, ինչպես որ սովորական մատիտն ենք մենք օգտագործում։ Նույնն էլ այսպես։ Հիմա փորձենք օրինակ artist խմբից Old Beach տարբերակը, որը բավական գեղեցիկ է եւ հիմա կտեսնեք թե ինչպես է այն նկարում։ Ուղղակի գծեր քաշենք եւ տեսնենք թե ինչ է ստացվում։ Սա ավելի թույլ սեղմած, ավելի մուգ սեղմած։ Ուղղակ նկարենք ուժեղ սեղմած։ Հիմա փորձենք ավելի խիտ, ավելի մուգ նկարել, տեսնենք ինչ է ստացվում։ Հիմա բոլորը ջնջենք եւ տեսեք ինչ գեղեցիկ է լինում։ Սա մեծ, տեսեք մեծ շատ բարակ եղավ, հիմա, սա ավելի բարակ, ավելի գծի է նման, տեքստուրան, իրակառուցվածքը brush-ի այնքան լավ չի երևում, բայց տարբեր նկարների ժամանակ, տարբեր հաստության, բարակության եւ
բաց կամ մուգ կամ ավելի արտահայտիչ տարբերակները ինքներս ենք որոշում, ինչպես ենք ցանկանում դրանք օգտագործել։ Հիմա տեսնենք, թե այս գործիքը ինչ է անում։ Եթե մենք հիմա մատիտը անցկացնենք այս նկարածների վրայով, տեսեք ինչ է կատարվում։ Այստեղ ընտրված է այլ տեսակ, բրաշի այլ տեսակ, բայց ես նկարում եմ յուրիշով։ Հիմա ես կընտրեմ ճիշտ տարբերակը, հետ գնանք քայլով ջնջենք եւ ընտրում ենք մեր այն բրաշը, որով ես նկարում եմ artistic եւ old beach։ Ու նայեք ինչ ենք անում։ Լողոզում եմ, տարածում է, լողոզում եմ։ Ինչ հաստով փորձենք։ Տեսեք ինչպես է տարածում։ Սա retin-ն է, eraser։ Հիմա ընտրված է այն բրաշը, որը ուղղակի ջնջում է, այսինքն սովորական գծով է ջնջում։ Կարող ենք ավելի թույլ սեղմել, ավելի բացացնել ուղղակի։ Հիմա փոքրացրեցի, որպեսզի ավելի դիպոք շտկումներ կատարենք։ Կարող ենք նաև թափանցիկ անել, այսինքն տեսեք, եթե հաստանենք, երևա թափանցիկություն ենք որոշում, այսինքն լրիվ չենք ջնջում, այլ մի շերտ կարելի ասել, եթե մի քանի անգամ նույն տեղով անցկացնենք, ինքը ավելի կբացանա, Հիմա փորձենք, տեսակ ինչպես ենք բարակացնում եւ հաստացնում։ Այս գործիքի միջոցով նույնպես կարող ենք ընտրել բրաշեր, որպեսզի մեր նկարածի հետ համահունչ լինի փոփոխությունները, ասենք եթե մենք ուզում ենք լողոզենք, միանման ինչ-որ բաշ օգտագործենք, որպեսզի կարողանանք գեղեցիկ լողոզել։ Սա ևս մեկ օրինակ տեսեք։ Ընտրում ենք համապատասխան բրաշը և կատարում ջնջումները։ Սա գունապնակն է, որտեղից որ մենք ընտրում ենք գույնը, կարող ենք ընտրել դիսկը, առաջնային դիսկը դեռ ուսումնասիրենք, բայց ինքը ունի մի քանի տեսակներ, դիսկը կա պալետրա, մենք կարող ենք հավաքել գույներ, ոնց որ ներքևում դրված են խառակուսիների տեսքով, կարող ենք կոդը գրել, եթե հստակ գույն ունենք նախընտրած, մի խոսքով գույների մասին ավելի մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ։ Իսկ այս դիսկի միջոցով ուղղակի պտտում ենք, ընտրում ենք այն դիապազոն, այսինքն այն գույները, որոնք որ մենք նախընտրում ենք այդ գունայինի մեջ, այստեղ ավելի մուգն է, մուգից դեպի բաց կարող ենք ընտրել, վերևում բաց է, ավելի խամրած եւ ավելի պայծառ։ Այդ կենտրոնում գտնվող այս շրջանակով որոշում ենք մեր գույնը, որի փոփոխությունը նաև տեսնում ենք քառակուսիների հատվածում եւ նաև տեսնում ենք աջ վերևի անկյունում շրջանակի մեջ։ Ընտրում ենք համապատասխան գույն, օրինակ ընտրենք պայծառ կարմիր եւ ընտրենք մի գեղեցիկ գույն ու փորձենք մեր բրաշով, որը արդեն ընտրված է, տեսնենք ինչպես է լինում գույները, շատ բացացած էր, հիմա փոքրացնենք մի փոքր, թափանցիկությունը մեծացնենք եւ նկարենք։ Այսպիսի գեղեցիկ կարմիր գույն ստացանք, ընտրեցինք գույնը եւ բրաշով գեղեցիկ գույն ստացանք։ Դուք կարող եք փորձել եւ փորձարկումներ անել։ Այստեղից կարող ենք ընտրել օրինակ oil painting-ը եւ տեսեք ինչ է անում, լողոզում է։ Մի քիչ մեծացնենք էֆեկտը ավելի գեղեցիկ տեսնելու համար, գույները կարողանում է խառնել եւ լողոզել, ինչպես օրինակ կաներ յուղաներկը, երբ որ յուղաներկերով նկարեք, նմանատիպ էֆեկտներ է կարողանում ստանալ եւ այդ բրաշերը այդ հնարավորությունը տալիս են, այսինքն հնարավորությունները շատ մեծ են, ինչ մուտքներով անցնի կարող ենք նկարել։ Ինչին որ սովորեք, նույնը կարող եք անել այս մատիտի միջոցով եւ այս ծրագրի միջոցով առանց ինչ-որ հավելյալ նյութերի ամեն ինչ ապահովում է ծրագիրը, ստիպ շատ գեղեցիկ է ստացվում։ Հետաքրքիր լուծումներ է տալիս եւ հետաքրքիր գաղափարներ են ցակում։
տեսեք հիմա ես բացատրեմ ձեզ կարճ հրահանգներ, երկու մատով եթե հպվում ենք էկրանին, քայլ հետ ենք անում, undo, եթե 3 մատով ենք հպվում, redo, նորից, երկու մատով եթե մենք այսպես կարողանում ենք zoom in, zoom out անել, տեղաշարժել, ավելի մանրակրկիտ աշխատանքի համար, մոտեցնել, ինչքան մեզ հարկավոր է եւ փոփոխել դիրքը ավելի հարմար ուղումները կամ նկարների վրա աշխատելու համար։ Հիմա եթե երկար պահում եմ ես երկու մատը, ինքը արագ-արագ undo է անում։ Երկար պահում եմ սեղմած 3 մատը, ինքը արագ-արագ redo է անում։ Եթե 3 մատով հպվեմ ու աչուծախանեմ, այդ դեպքում կջնջի ամբողջությամբ։ Այդպես։ Մի խոսքով սրանք հիմնական այդ կարճ հրահանգներն են, որոնք որ պետք է հիշել։ Նախնական դրանք հաճախ կիրառելու դեպքում մենք արդեն կհիշենք։ Տեսեք, հիմա չի ստացվում։ Հավանաբար միաժամանակ չեմ դնում մատներս, ստացվեց։ Թող դնենք հարմար չափի, որպեսզի եզրերը տեսնենք եւ ընտրենք գույն։ Կարելի է նկար ինչ-որ անել, գույն ընտրել, նկար անել եւ նկարի վրա արդեն տեսնենք ես ընտրում եմ ինչ-որ sense տաքոք գազարագույն գույն, մի քիչ մուգ, ուրեմն վերցնենք այս brush-երից, drawing-ից նախընտրելի brush-ը, որը շատ գեղեցիկ է, թեքեմ, որովհետև ուզում եմ landscape նկարել, հիմա կնկարեմ այսպիսի մի շրջան, եթե մեզ ինչ-որ մի բան դուր չի գալիս, մենք կարող ենք այն ջնջել կամ ուղղակի undo անել, եթե մի քայլով ենք արել, հարմար է, ներկենք, սա կլինի մեր արևը, նախնական, մենք չենք վախենում նկարելուց, եթե ինչ-որ մի բան մեզ դուր չի գալիս, կարող ենք այն հանգիստ ջնջել, ընտրում ենք նույն brush-ը, drawing, և այս ֆունկցիան արդեն հետո կբացատրեմ, մի խոսքով և ջնջում ենք այնպես, ինչպես որ ուզում ենք, չենք վախենում ոչ ջնջելուց, ոչ սխալվելուց։ Ջնջում ենք ու ստանում ենք մեր ուզած պատկերը, հիմա ես կջնջեմ, փոքր, ինչու նույն brush-ը ընտրել, որովհետև նկարի ոճը, եթե ես ընտրել եմ այս brush-ի մեջ, ուրեմն նախընտրել է, որ եզրագծերը հստակ չլինեն, այլ լինեն այնպեսին, ինչպեսին, որ ես ի սկզբանե նկարել եմ, դրա համար հարմար է, որ retina-ով նույն ձև կարողանամ ջնջել։ Հիմա ընտրենք մեկ այլ գույն, նույն brush-ը ընտրված է, նկարենք մի ժայռ կամ լեռ, լավ չստացվեց, փորձում ենք այնքան, մինչև մեզ այն դուր կգա, ներկենք, ընտրել ենք վարդագույն, փոքր կեղտոտ վարդագույն կամ խամրած վարդագույն, հիմա ներկենք, ես երկուսը մի, հիմա ընտրում ենք մեկ այլ գույն, օրինակ մի քիչ խամրած կապույտ, այս կողմից նկարենք, ժայռել այս կողմից նկարենք, ներկենք, դուք էլ ինձ հետ կարող եք նկարել և ներկել, ամբողջը ներկենք, ռետինը կարող ենք վերցնել, տեսնում ենք, որ նույն brush-ն է ընտրված, ինչով որ նկարում ենք և այն շտկումներ անել, որը որ մեզ օրինակ դուր չի եկել, տեսեք, ես ջնջեցի, բայց ջնջվեց ոչ միայն կապույտը, այլ նաև վարդագույնից հատված, ինչը նկարը փչացնում է, իսկ ինչու է այդպես, որովհետև նկարել ենք մեկ թղթի վրա, իսկ ասկի ոնց որ թղթի վրա որ նկարենք ուզենայինք ջնջեինք կամ ոչ պատկերը մենք միևնույն ջնջվելու էր, բայց Procreate ծրագրի հարմարությունը կայանում է նրանում, որ մենք կարող ենք ավելացնել մեկ շերտ, պլյուսի վրա սեղմում ենք, նոր layer է հայտնվում, նոր layer-ը պատկերացրեք, որ թափանցիկ շերտ ենք վրան ավելացնում, թե նկարը որ նկարել եմ դրա վրա ավելացա, այդ թափանցիկի վրա ես շարունակում